նախկին աշխատանքով պայմանավորված ձեր հարցադրմանը քանի մարդ էր 8 հոգանոց խումբ էր համենայն դեպս ինչին ես ծանոթացել եմ դե երևի ավելորդ կլինի ասել որ այն ձևակերպումները որ այդ հայտարարության մեջ տեղ էին գտել օրինակ որ Սփյուռքը դատապարտում է Սփյուռքը կարծում է նախ եւ առաջ գանք այդ տեղից մոլորակի վրա չկա 8 այնպիսի մեր հայրենակից անգամ 8 ամբասիր մեր հայրենակից որոնք բացառիկ ծառայություններ են մատուցել Հայաստանի Հանրապետությանը եւ իր ժողովրդին որոնք այնուամենայնիվ ունենան ամբողջ Սփյուռքի անունից խոսելու մանդատ չկա այդպես չի լինում որովհետեւ գիտեք որ Սփյուռքը մեծ է բազմաշերտ է բազմերանգ է բազմապիսի է իր շերտերով առանձնահատկություններով եւ Սփյուռքի հետ իբրև մեկ ընդհանրական մարմին խոսելու հարաբերվել դա կնշանակի չհասկանալ, չըմբռնել, չճանաչել Սփյուռքը։ Ինչը այստեղ երկու հարց է առաջացնում ինձ մոտ, առաջին կամ տվյալ մարդիկ իսկապես չեն ճանաչում Սփյուռքը կամ շատ մակերեսային են պատկերացնում Սփյուռքը կամ շատ լավ են ճանաչում եւ մակերեսային չեն պատկերացնում, այլ խորապես ընկալում հասկանում են Սփյուռքը, բայց փորձում են մանիպուլացնել։ Որովհետեւ ինքնին Սփյուռքյան տարբեր եւ անհատներ եւ կառույցներ, նաեւ ես վերջին 2 օրում տեսա հասցրի ծանոթանալ, որ նաեւ արձագանքներ են եղել բում բովանդակայինից բացի հենց ինքնին հայեցակարգային հարցեր հնչում ինչ իրավունքով եւ ում կողմից տրված իրավունքով այդ խումբը կարող էր ներկայանալ իբրև Սփյուռքի կողմից մանդատ ստացող Սփյուռքի կողմից խոսող խումբ։ Սա ֆիքսեցինք։ Այսինքն սա մեր 8 հայրենակիցների կարծիքն է, որոնց կարելի է հարգանքով վերաբերվել կամ չվերաբերվել, ընդունել կամ չընդունել։ Գիտեք ինչ, այս խմբում մեծ մասի հետ ես անձնապես ծանոթ եմ։ Անգամ ավելին ասեմ, կա այնտեղ մարդ, ում հետ ունեմ բավական, այսպես ջերմ հարաբերություններ։ Օրինակ Նուբար Աֆեյանը։ Եթե Վաչե Մանուկյանը եւ Պերճ Սեթրակյանը առավել եւս եւ մի քանի այլ գործընկերներ, Էրիկ Իսրայելյանը նման հայտարարություն անեին, դա ինձ չէր զարմացնի։ Տարբեր պատճառներով ձեր թույլտվությամբ փակագծերը չեմ զարմացնի, բայց եղել են մարդիկ, ում այդ փաստաթղթի տակ ստորագրումը ինձ մոտ բազմապիսի հարցեր է առաջացրել, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ մեր հայրենակիցները չեն պատկերացրել, թե ինչ են հարուցում կամ ինչին են նպաստում նմանատիպ տեքստեր հրապարակային ասելով եւ արդյոք ունեն դրա իրավունքը թե ոչ։ Իհարկե վարչապետը շատ հանգամանալից անդրադարձավ, չէի ցանկանա ես կրկնվել իմ գնահատականներում, բայց միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ տարատեսակ Հայաստանի Հանրապետության պետական շահերից չբխող օրակարգերի մեջ առնվազն խմբի մի մասը ներքաշվել է։ Կրկնում եմ, մյուս մասը ինձ չզարմացրեց, ավելին ես մի քիչ ավելի վաղ էի սպասում նրանցից նմանատիպ հայտարարություններ, բայց ընդհանուր առմամբ սա ինձ մոտ դառը նստվածք է թողել եւ ես կարծում եմ, որ մենք պիտի հետագայում նաեւ իհարկե նկատի ունենանք եւ հաշվի առնենք այդ խմբում յուրաքանչյուրի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը եւ պետականությանը։ Այլ հարցեր